Շնորհակալ եմ հարգելի պարոն Բագրատյան, հարգելի գործընկերներ, ներկայացնում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ըստ ոլորտների մի մասով ենթադրվում է հաշվետվություն ներկայացնել այսօր, մյուս մասով վաղը։ Եվ այսպես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2025 թվականի պետական բյուջեից ծախսերի մասով 21 ծրագրերի 135 միջոցառումներ իրականացնելու նպատակով ստացել է 343.8 միլիարդ դրամ, որից ծախսային ծրագրերով 318.1 միլիարդ դրամ։ 25.7 միլիարդ դրամը դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ներառված ծրագրերով ենք ստացել, ընդ որում հատկացված գումարներից փաստացի ծախսվել է 318.1 միլիարդ դրամ, որից ծախսային ծրագրերով 293.5 միլիարդ դրամ, իսկ 24.6 միլիարդ դրամը դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ներառյալ ծրագրերով։ Արդյունքում ծախսային ծրագրով կատարողականը 2025 թվականի ճշտված բյուջեի նկատմամբ կազմել է 92.3%, իսկ տարեսկզբին հաստատված բյուջեի նկատմամբ 101.8%։ Միաժամանակ նշեմ, որ նախարարությունը հաշվետու տարում փաստացի 27.3 միլիարդ դրամով կամ 9.4%-ային կետով ավել է ծախսվել նախորդ 2024 թվականի համեմատ։ Ընդ որում 2025 թվականին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից ծախսված գումարներից ավելի քան 117.2 միլիարդ դրամը եղել են կապիտալ բնույթի ծախսերը։ Այժմ ներկայացնում ծախսերի կառուցվածքը ըստ ոլորտների։ Մասնավորապես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2025 թվականի բյուջեով տրանսպորտի ճանապարհաշինության ոլորտում փաստացի ծախսել է 102.7 միլիարդ դրամ, որը կազմել է նախարարության ընդհանուր ծախսերի 32.3%, որի շրջանակներում իրականացվել են 25 միջոցառում ներառված 3 ծրագրերում։ Էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտում ծախսը կազմել է 31.6 միլիարդ դրամ, ընդհանուր ծախսերի 10%-ը, ջրային տնտեսության ոլորտում ծախսը կազմել է 28.1 միլիարդ դրամ, ընդհանուր ծախսի 8.8%-ը, 6 ծրագիր 42 միջոցառումով եւ տարածքային կառավարման ոլորտում ծախսը կազմել է 155.7 միլիարդ դրամ, որը կազմում է նախարարության ընդհանուր ծախսերի 48.9%-ը։ Մասնավորապես անդրադառնամ տրանսպորտի ոլորտին, որտեղ հատկացված է եղել 114.7 միլիարդ դրամ, փաստացի ծախսը կազմել է 102.7 միլիարդ դրամ, որի շրջանակներում իրականացվել են 3 ծրագրերում ընդգրկված 25 միջոցառումներ։ Ճանապարհաշինության ծրագրի իրականացման համար 2025 թվականին նախատեսվել է 113.8 միլիարդ դրամ, որից 103 միլիարդ դրամը կապիտալ բնույթի ծախսերն են։ Ծրագրի գծով փաստացի ծախսը կազմել է 101.9 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 89.5%։ 2025 թվականին ճանապարհաշինական ծրագրով հիմնանորոգվել, նորոգվել, կառուցվել եւ վերակառուցվել է հանրապետությունում 504.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհներ, այս թվի մեջ ներառված չեն բնականաբար համայնքներում պետական համաֆինանսավորման ծրագրով կառուցված, վերակառուցված եւ նորոգված ճանապարհները, որի մասին իհարկե պետական համաֆինանսավորման ծրագրի ընթացքին կանդրադառնանք վաղը, բայց շուրջ 250 կիլոմետր էլ այս ծրագրով է իրականացվել։ Եվ այսպես պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծախսերը փաստացի կազմել են 48.3 միլիարդ դրամ կամ պլանավորածի 83.4%-ը, որի շրջանակներում իրականացվել են 266.2 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքներ։ Միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների միջին նորոգման գծով փաստացի ծախսը կազմել է 8.3 միլիարդ դրամ կամ պլանավորվածի 98.2%-ը, որի շրջանակներում իրականացվել է 183.5 կիլոմետր ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքներ։ Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման մասով ծախսը կազմել է 1.1 միլիարդ դրամ կամ պլանավորածի 66.9%-ը, որի շրջանակներում իրականացվել են 12 տրանսպորտային օբյեկտների, որոնցից 10-ը կամուրջ եւ 2-ը տրանսպորտային հանգույց հիմնանորոգման աշխատանքներ։ Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման գծով փաստացի ծախսը կազմել է 8.8 միլիարդ դրամ կամ պլանավորածի 91.9%-ը, իրականացվել են ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների վրա գտնվող առանձին հատվածների, մասնավորապես 3 թունելների, 5 կամուրջների, 860 կիլոմետր մետաղական արգելափակոցների պահպանման, վերականգնման եւ ճանապարհների գծանշման աշխատանքներ։
Վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում շարունակվել է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, որի փաստացի ծախսը նախորդ տարի կազմել է 34,6 միլիարդ դրամ կամ պլանավորածի 99,4%-ը, որի շրջանակներում կառուցվել է ընդհանուր 53 կիլոմետր երկարությամբ միջպետական նշանակության ճանապարհ։ Մասնավորապես ամբողջությամբ ավարտվել է հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը, որը նախորդ տարի մի քանի մասերով, իսկ հիմնականը 2025 թվականի տարեվերջից արդեն հանձնվել է շահագործման 2025 թվականի դեկտեմբերի 25-ից։ Շարունակվել են նաև Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները, այնտեղ գիտեք, որ 32 կիլոմետր երկարությամբ հատվածում լայն թափով շինարարական աշխատանքներ են իրականացվում, կատարողականը նախորդ տարի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 41%, հիմա արդեն բավական առաջընթաց ունենք, վաղուց հատել ենք 50%-ի սահմանը և 2025 թվականին կատարած շինարարական աշխատանքների դիմաց նշված հատվածում իրանական կապալառու ընկերությանը վճարվել է 19,9 միլիարդ դրամ։ Միևնույն ժամանակ մրցութային գործընթացներ են ամփոփում Քաջարանի թունելի մասով, առաջիկայում կմեկնարկի Քաջարանի թունելի շինարարությունը, այս ճանապարհի հետ կապված պայմանավորվածություններ ունենք ֆրանսիական կապալառու ընկերության հետ Վարգուշատի թունելի կառուցման մասով և ամփոփում ենք մրցութային գործընթացները այս հատվածին մոտեցող ճանապարհների մասով 2026 թվականի ընթացքում պլանավորում ենք բացառությամբ Վարգուշատի թունելի, որի շինարարության մեկնարկը ըստ ամենայնի կտանք 2027 թվականին, մնացած բոլոր հատվածներում շինարարական աշխատանքների մեկնարկ ենք պլանավորում, իսկ Քաջարան-Ագարակ հատվածում արդեն ավարտը նախատեսում ենք 2027 թվականի տարեվերջին կամ 2018 թվականի տարեսկզբին կախված եղանակից։ Անդրադառնամ նախարարության համակարգման մյուս ոլորտին, ավտոմոբիլային տրանսպորտին, 2025 թվականին հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում գործարկել է Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը, ձեռք են բերվել 98 ավտոբուս, ներդրման ծավալը կազմել է 1,3 միլիարդ դրամ։ Միաժամանակ ասեմ, որ մրցութային գործընթացները ամփոփվել են և միասնական երթուղու մասով հաղթող կազմակերպություններ ունենք արդեն Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջանների մասով, ինչպես նաև Արարատի մարզի բոլոր տարածաշրջանների մասով, այս պահին երկու մարզերում էլ մատակարարման գործընթացների փուլում են գտնվում և առաջիկա ամիսներին միասնական երթուղին իմ նշած երկու մարզերում ևս կսկսի ամբողջությամբ աշխատել։ Միջպետական կանոնավոր երթուղիները սպասարկող 6 կազմակերպության տրվել է միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիներ սպասարկելու թույլտվություն, 2025 թվականին տրանսպորտի ոլորտում տրամադրվել են նաև մի շարք այլ թույլտվություններ, որի արդյունքում պետական բյուջեի է մուտքագրվել 223 միլիոն դրամ։ Երկաթուղային տրանսպորտի մասով 2025 թվականին ծախսերը կազմել են 270 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 100%, 2025 թվականի ընթացքում իրականացվել է նաև 1,7 միլիարդ դրամի ենթակառուցվածքների և շարժակազմի արդիականացման աշխատանքներ, հաշվետու տարվա ընթացքում երկաթուղային տրանսպորտով տեղափոխված բեռների ծավալը կազմել է 1,85 միլիոն տոննա, որը նախորդ տարվա համեմատ ավել է 28,5%-ով, այս դեպքում նախորդ տարի ասելով նկատի ունեմ 2024 թվականը։ Հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 511 հազար ուղևոր, գրանցվել է նաև կոնտեյներային առաքվող բեռների թվով աճ շուրջ 12,8%։ Օդային տրանսպորտի ոլորտում 2025 թվականին բյուջեով նախատեսվել է 616,3 միլիոն դրամ, փաստացի ֆինանսավորվել է 593,1 միլիոն դրամը, կատարողականը կազմել է 96,2%, հաշվետու տարվա ընթացքում իրականացվել են կանոնավոր չվերթներ 65 ուղղություններով, Հայաստանի Հանրապետության օդակայանների կողմից սպասարկվել է շուրջ 5,7 միլիոն ուղևոր, որից 1,7 միլիոն ուղևորը օգտվել է հայաստանյան ավիաընկերություններից։ Բնականաբար շարունակվել է Երևան-Կապան-Երևան ուղղությամբ իրականացվել էլի չվերթներ, 97 չվերթ ենք ունեցել 2025 թվականի ընթացքում, Երևան-Կապան-Երևան ուրեմն չվերթներից օգտվել է 2105 քաղաքացի։ 2025 թվականի ընթացքում օդային ճանապարհով Հայաստան է փոխադրվել 42,679 տոննա բեռ։ Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում
Հատկացումները էներգետիկայի մասով նախորդ տարվա ընթացքում եղել են 33.5 միլիարդ դրամ, փաստացի ծախսը կազմել է 31.6 միլիարդ դրամ, կատարողականը նախարարության այս ոլորտի մասով կազմել է 94.5%։ Նշված գումարը ծախսվել է 4 ծրագրերում ընդգրկված 13 միջոցառումների իրականացման համար, մասնավորապես ծրագրերից ամենախոշորը էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացում ծրագիրն է, որի իրականացման համար պետբյուջեից նախորդ տարի նախատեսվել է 24.4 միլիարդ դրամ։ Ավարտվել են Զովունի Արադ 2 Շինուհայր 220 կՎ դարման բարձրավոլտ ենթակայանի ամբողջությամբ վերակառուցման աշխատանքները, որի համար հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեից ծախսվել է 1.5 միլիարդ դրամ, ենթակայանների վերակառուցված էլեկտրակայանները սահմանված կարգով դրվել են լարման տակ և հիմա շահագործվում են։ Շարունակվել է Իրան-Հայաստան 400 կՎ դարման էլեկտրահաղորդման գծի և ենթակայանի, ինչպես նաև Հայաստան-Վրաստան 400 կՎ դարման էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանների կառուցման ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքները, վերջինիս մասով, նկատի ունեմ Հայաստան-Իրանի մասով, կապալառուների ընտրության մրցութային գործընթացները ավարտվել են և վերջիններիս վճարվել է 2025 թվականի ընթացքում 8.1 միլիարդ դրամ կանխավճար։ Շարունակվել է ՀԱԵԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը պլանավորվածով, նաև այդ ծրագիրը ավելի մեծ գործողությունների մասով շարունակվում է 2026 թվականի այս օրերին և ընդամենը 1-2 ամիս անց ծրագիրը կավարտվի և Հայաստանի էլեկտրական ցանցերը նորից կմիացվեն, հայկական ատոմականը նորից կմիացվի Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Հաջորդ ծրագիրը էներգոարդյունավետության ծրագիրն է, որի ծախսը կազմել է 7.2 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 100%, միջոցառումը ֆինանսական միջոցներն օգտագործվել են միջոցառման 34555 շահառուների տրամադրված վարկերի սուբսիդավորման մասով ծրագրի շրջանակում 2025 թվականին շահառուներին տրամադրվել է շուրջ 55 միլիարդ դրամ վարկ, պետական բյուջեից սուբսիդավորվել է 7.2 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա համեմատ 2024-ի համեմատ աճել է 2.2 անգամ կամ 3.9 միլիարդ դրամով։ 2025 թվականի ընթացքում մեկնարկել է հանքարդյունաբերության ոլորտում համապարփակ թվայնացման գործընթացը, հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է 54 ընդերկօգտագործման իրավունք, որից 33 օգտակար հանածոյի արդյունահանման մասով, 21-ը երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով, նաև հաստատվել է 19 հանքավայրի պաշարներ։ 2025 թվականի ընթացքում պետական բյուջե վճարված ռոյալթիներից ազդակիր համայնքներին մասհանումների մասին կարգավորումների համաձայն 8 համայնքներում իրականացվում են ռոյալթիներից ստացվող համայնքային մասհանումների ծրագիրը, իրականացվող ծրագրի ֆինանսավորման չափը նախորդ տարի կազմել է 1 միլիարդ 634 միլիոն դրամ։ Թերևս զեկուցվող ոլորտների մասով այսքանը,